Նոր գրքեր, ֆիլմեր, ցուցահանդեսներ, հուշանվերներ, ծաղկի ու երգի տոն եւ այս ամբողջը Երևանի համար ու Երևանի մասին։ Էրեբունի Երևանն առաջին անգամ մայրաքաղաքը նշել է 1968 թվականին, 2750-ամյակին։ Միջոցառումները տևել են ավելի քան 1 շաբաթ։ Հատուկ այդ տոնակատարության համար էր գրվել Էրեբունի Երևան երգը, որն առաջին անգամ կատարել է 2750 անդամից բաղկացած երգչախումբը։ Հնի ու նորի հազարամյա պատմության Ուրարտուից Երևանի մասին։ Այս գաղափարը դրվեց Էրեբունի Երևանի հիմքում։ Գլխավոր միջոցառումը մեկնարկում էր Էրեբունուց եւ տոնի առանցքը հենց Էրեբունին էր, որովհետեւ երբ այդ տոնի առանցքը դուրս ենք բերում, Էրեբունին դադարում է լինել առանցք, այդ տոնը հաստատվի դեֆորմացվում է իր բովանդակության, նաեւ ձևի իմաստի մեջ, որտեղ դառնում է պարզապես քաղաքի ծննդյան տոն։ Տոնակատարություն մոխիրների վրա ու ծխի մեջ։ Այսօր հանրության գիտակից հատվածը պնդում է, որ Էրեբունի Երևանի տոնը դարձել է պետական PR միջոցառում, զուրկ գաղափարից, մշակույթից եւ ինքնության զգացողությունից։ Էմոցիոնալ պորտկում համերգային ծրագրի հատված, թե հստակ մտածված ուղերձ։ Մտավորականի խոսքով սա ոչ թե պատահական արտահայտություն էր, այլ մեր օրերի, մեր իրականության վերնագիրը։ Պետք է խնդրի արմատները փնտրել ճիշտ տեղում։ Խնդիրը ոչ այնքան տվյալ երգչի նորից եմ ասացն է, որքան նրան պետական նշանակության տոնին հանրապետության հրապարակում Հանրապետության հրապարակ, այսպես ասած, եթե կարելի է ճակերտի մեջ նվիրել է։ Երգիչը կարող է լինել յուրաքանչյուր անձի անձնական տոնի ընտրությունը, սակայն չի կարող լինել պետության տոնի, պետության ընտրությունը, պետության գլխավոր հրապարակում, համոզված է Արայիկ Մանուկյանը։ Պետության ընտրությունը ուղերձ է, ուղերձ իր հանրությանը, ուղերձ իր մտքի գաղափարի մասին, ուղերձ իր ուղու ու իր ընթացքի մասին։ Առավել եւս պետության ընտրությունը չի կարող լինել պատանեկությունից կասկածելի ենթամշակույթներին տուժ տվող կասկածելի մեկը պետության լեզվի բռնաբարումով։ Այս տրամաբանության մեջ 70-ականներին Էրեբունի Երևանին հրապարակում պետք է երգեր տոտիկը, լավագույն դեպքում Ալիկ Գյունաշյանը, բայց դա անհնար էր։ Եթե նախկինում համերգները տոնական միջոցառումները օրվա խորհրդի մի մասն էին, ապա հիմա դրանք դարձել են տոնի բնորոշումը, ամբողջ իմաստն ու խորհուրդը։ Երբ համերգն է դառնում, այդ համերգային միջոցառումներն են ընդհանրապես դառնում տոնը բնորոշողը եւ տոնական միջավայրում քաղաքացուն հաստատագրվողը, սա Երևանի տոնակատարությունը, Երևանի տարեդարձը, Երևան հասկացությունը մեծ հաշվով պարզապես հասարակացնում է, այսպես սովորական է դարձնում, իսկ մենք գիտենք, որ Երևանը այդ իմաստով, Երևանի արժեքը այդ իմաստով հենց ոչ սովորական պատմություն, ոչ սովորական արմատ ունենալն է։ Աֆյանի կարծիքով հետպատերազմյան հասարակության համար կարևոր են տոնական միջոցառումներ կազմակերպելը, սակայն դրանց հիմքում պետք է դրված լինի հստակ ուղերձ, ինչպես վերականգնվել, ոտքի կանգնել ու ազատվել պարտվածի հոգեբանությամբ ապրելու սինդրոմից։ Իմ խնդիրը այդ միջոցառումների անցկացման հետ չի, իմ խնդիրը այդ միջոցառումների որակի հետ է, իմ խնդիրը այդ միջոցառումներում բեմում երևացողների հետ է։ Այսինքն, եթե մենք այսպես մեր ազգային տրամադրության փոփոխությունը վստահում ենք իրեն, դա խնդիր է։ Վայելեք կյանքն ու այսօրը, մոռանալով ամեն ինչի մասին։ Մտավորականների պնդմամբ, երբ ազգային ու պետական տոնն ստանում է այս ուղերձը, վերափոխվում եւ վերաիմաստավորվում են արժեքներն ու գաղափարները, հարվածելով պետականության հիմքերին։ Գառնի Մութաֆյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։